Համացանցում ակտիվորեն տարածվում են Վոլոդյա Գրիգորյանի մահվան մեջ մեղադրյալ Նարեկ Օհանյանի լուսանկարները։ Շատերը գրում են, որ Նարեկը 7 ամիս ապրել է Վրեժի ծարավով։ Վերջինիս ֆեյսբուքյան էջի երբ աչքի տակ ենք անցկացնում, պարզ երևում է, որ նա ամեն օր ապրել է եղբոր կարոտով և նա չի կարողացել հաշտվել նրա ողբերգական մահվան հետ, դե իսկ այդ ամենն էլ ստիպել է հերթական ողբերգական քայլին դիմել։ Ներկայացնում ենք Նարեկ Օհանյանի եղբոր լուսանկարները, ով 7 ամիս առաջ է սպանվել Մերձավանում։ Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքի անդամները շարունակում են հրապարակումներով հանդես գալ։ Փարաքարի համայնքապետի դուստրը հետևյալ գրառումն է կատարել. «Իմ հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը և նրա սրտից չուներ ոչ ոք։ Ես գիտեմ դու ինձ տեսնում ես ու լսում ես ամեն մի բառ։ Իմացիր, որ քո հիշատակը միշտ պահելու ենք վառ։ Ես սիրում եմ քեզ, պապ, և խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը։ Դու լավագույնն ես ու դա բոլորը գիտեն։ Աստծո կողմից նվեր ես այս աշխարհին։ Ես սիրում եմ քեզ, պապ, ու կարոտում եմ շատ։ Այսօր Տոման ինձ հարցրեց՝ ման, մենք էլ պապային երբեք չենք տեսնելու, և ես անկեղծ չգիտեմ ինչ պատասխան տամ իրան։ Բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք այս ցավին։ Պապ, ես լինելով քո առաջնեկ, քո ավագ դուստր միշտ բարձր եմ պահելու քո պատիվը։ Պապ, երկնքից ուղղակի նայում ես ու տես, որ այն ինչ կիսատ ես թողել ավարտին ենք հասցնելու մենք քո ուզած և սիրած ճիշտ ձևով։ Ես, Սյուզին, Լյովը ու Տոման երբեք մենակ չենք թողնի մամային, դու կաս մեր հետ ես ու մեր սրտի մեջ ես։ Համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանության սարսափելի դեպքն ու սպանության կադրերը, որոնք տարածվել են համացանցով մեկ։ Կադրերում պարզ երևում է, որ քիլլերը վարձված է, ով եկել է կոնկրետ սպանելու Վոլոդյա Գրիգորյանին։ Սակայն նա կրակում է նաև Վոլոդյա Գրիգորյանի հետ գտնվող երկու անձանց։ Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մյուսը տեղում մահացել է։ Արդեն 2 օր է տարբեր վարկածներ են հնչում, թե ով կարող էր նման քայլ կատարել սիրված համայնքապետի հանդեպ։ Մարդիկ նշում են, որ Վոլոդյա Գրիգորյանը սիրված էր։ Նա պատրաստ էր մշտապես աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր դիմում էին իրեն և ովքեր ունեին իր աջակցության կարիքը։ Երեկ իր տանը հավաքվածները, բակում գտնվողները միաբերան ասում էին՝ նա բարի, կամեցող և սիրված անձ էր։ Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքի անդամները հրաժարվել են խոսել տեսախցիկների առջև։ Հայրն արտասվում էր, նշելով, որ չի պատկերացնում, թե ով կարող էր անել իր որդու հանդեպ նման քայլ, երբ իր որդին որևէ մեկին որևէ վատություն չի արել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով տվյալ դեպքին գրառում էր կատարել ֆեյսբուքում. «Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։ Եվս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի սիրելի ժողովրդին, վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտ ապույտ ապաքինում։ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտ ապույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց, նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ»։ Սեփական տան բակում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իսկապես ծանր մարդկային կորուստներ են։ Մեր երկրում ցավոք նոր թափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը։
Հաշվի առնելով հրապարակումները այդ համայնքում տեղի ունեցող արատավոր զարգացումների վերաբերյալ, իրավապահ մարմինները պարտավոր էին դրանք պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում այսպիսի ողբերգական վերջաբանը կանխելու համար։ Սա իշխանության պատասխանատվությունն է։ Առավել վտանգավոր է, որ դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու գիշերը, երբ ենթադրվում է, որ տանն են լինելու բոլորը, այդ թվում երեխաները։ Քրեական հետապնդման մարմինները պարտավոր են ապահովել բազմակողմանի ու օբյեկտիվ, բայց հանրության համար հաշվետու քննություն եւ հնարավոր առավելագույն հանրային թափանցիկություն։ Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով նախորդ դեպքերը, երբ չի ապահովել պատշաճ հանրային թափանցիկություն ու անգամ իշխանության հովանավորությամբ հանրությունից թաքցվել են քրեական վարույթի, այդ թվում բռնությամբ ուղեկցող հանցանքների քննության ընթացքն ու արդյունքները։ Նման ցանկացած դրսևորում նշանակելու է, որ դա իշխանությունը հատուկ է անում։ Հանրային հաշվետվությունը հատկապես անհրաժեշտ է հաշվի առնելով այն, որ տեղական ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տարած Վալոդյա Գրիգորյանը իշխանության մաս չէր կազմում եւ պատշաճ հանրային հաշվետվողականության բացակայությունը կընկալվի որպես իշխանության մեջ չգտնվող մարդկանց ու առավել ևս հանրային գործիչների անպատիժ թիրախավորում։ Ցավակցում եմ սպանության զոհ դարձած երկու անձանց ընտանիքի անդամներին ու հարազատներին, շուտապույտ ապաքինում եմ մաղթում դեպքի ժամանակ վիրավորում ստացած երրորդ անձին։ Հետևյալ հրապարակումն է կատարել Արման Թաթոյանը։ Նշենք նաև, որ երեք տվյալ դեպքի վերաբերյալ հրապարակումներով էին հանդես եկել հայկական շոու բիզնեսից մի շարք ներկայացուցիչներ։ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը հետևյալն է գրել. «Պապանձված եմ, անդադար այս լուրի մասին ինֆոների մեջ եմ, չգիտեմ ու չեմ էլ ցանկանում պատկերացնել։ Ցավում եմ այս իրականության պատկերից»։ Դերասանուհի Անահիս Սարդարյանը, ով մշտապես ակտիվ է եւ խոսում է երկրում տեղի ունեցող այս կամ այն իրադարձության մասին, դերասանուհին հանդես է եկել տեսաուղերձով։ Ինչով ուզում եմ զբաղվեմ, անընդհատ գալիս է Վալոդյա Գրիգորյանի այսպես նկարը աչքիս առաջ ու անընդհատ հիշում եմ, որ այդ մարդը 4 երեխա ունի, անընդհատ հիշում եմ, որ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ոչ մեկս չգիտի ընդհանրապես տուն կհասնի այսօր թե չէ, ու մտնում ես կարդում ես իրանց գրածները, մի հատ լսեք էլ ասում այս երկրում չի կարա մեկը դաժե ծեծ ուտի քաղաքական, չգիտեմ ինչ համար լուրջ։ Բա քաղաքական հետապնդման համար չի հիմա նստած Սամվել Կարապետյանը, բա քաղաքական հետապնդման համար չի հիմա երկու սրբազան ԱԱԾ-ում։ Շուրջ, լավ, ուզում եմ հասկանամ, որ դուք մի բան ասում եք, որ քաղաքական հետապնդում գոյություն չունի, ձեզ թվում է մենք ինչ ենք, դեբիլ ենք, կույր ենք, չենք տեսնում, չենք լսում։ Ու իրականում նկատել եք այս ամեն դեպքերը, նոր Չախան Արտուրի մոտ էլ դա կարդացի, այս բոլոր ամեն ինչը կատարվում միշտ ընդդիմադիրների հետ, չգիտես ինչի, ես իհարկե ոչ մի ամենայն անկեղծությամբ, դուք գիտեք իմ մարդասեր լինելը, հումանիստ լինելը, իմ մոտ դա առաջնահերթություն է, ես միշտ ասել եմ, որ սրանք վաղը չլինեն իշխանության ու իրանց մեկը ուզենա քասուտակ տա, ես չեմ թողնելու, անձնապես այսպես կանգնել եմ իմ մարմնով պահեմ, որովհետև ես հումանիստ եմ, ես չեմ ուզում ոչ մի մարդու վնաս տրվի, բայց ուզում եմ օրենքով բոլորը պատժվեն, բայց ինչի՞ ամեն ինչ կատարում ընդդիմադիրների հետ, ինչի՞ բոլոր լուսաձայնայինները շպրտում են ընդդիմադիրների վրա, ցուցարարներին, չգիտեմ, գտնում են կամրջի տակ ընկա։ Նշենք նաև, որ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին ժամը 17:00-ից Փարաքարի մշակույթի և երիտասարդության պալատում Նայիրի 40 հասցեում Երևանից դեպի օդանավակայանի խաչմերուկից աջ։ Ուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին ժամը 12:00-ին նույն վայրից։